Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խորհրդարանական կառավարման երկրում ենք, պատգամավորները ինչպես իմացան 3 միլիոնական պարգևավճարներ են ստացել, բայց կառավարությունում 6-7 միլիոն պարգևավճար են ստացել։ Նախ այս հակասությունը ոնց եք մեկնաբանում, չկա խանդ, նախանձ, որ խորհրդարանական կառավարման երկրում կառավարության անդամներն են այդքան միլիոններ իրեն ստանում։ Ես միայն լրագրողներին եմ նախանձում մեկ-մեկ, որովհետև ոչ մեկս չգիտենք, թե լրատվական կայքերը որտեղից են ֆինանսավորվում, չգիտենք մեր լրագրողները ով ինչքան աշխատավարձ է ստանում, բայց իրենք չորրորդ իշխանության ներկայացուցիչներն են։ Այդ առումով մենակ լրագրողներին եմ նախանձում, եթե ճակերտավոր պարզ է, ինչ վերաբերում է մնացածի, ես այդ հարցին պատասխանել եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը որ տրվում է համարեք կես-կես։ Պարոն Սիմոնյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը պատգամավոր ժամանակ օպերատորներ ջան խնդրեմ կամացել։ Պատգամավոր ժամանակ Նիկոլ Փաշինյանը այսպես հոխորտում էր, ձայնի տոնը բարձրացած, ասում էր մեր բաները, թոշակառուները, մեր մարդիկ աղքատները 200,000 են կազմում, հացին կակա են ասում, տարիք տվեք թոշակառուներին այդ թոշակը։ Հիմա ձեր կառավարությունը, կառավարության նիստն վարչապետը, ասում է ազգային ժողովում էլ ամբիոնից ասես 10,400 դրամ էլ որ բարձրացնենք, դա կենսա թոշակառուների կյանքում բան չի փոխելու, ով որ 25,000 ջերուսման փող է տալու, 35,000 է տալու, էլի չի տաքանալու։ Այդ ո՞նց եղավ որ Սերժ Սարգսյանի իշխանությունից դուք ասում եք, հələ փողը տվեք մեր տատիկ պապիկներին, բաներ են, նիսյաների ցուցակները։ Ավարտի հարցը հասկացանք, ավարտի հարցը։ Դե այդ ո՞նց եղավ որ այն ժամանակ։ Այդ ո՞նց եղավ, հարցը ո՞նց եղավ։ Հիմա տատիկ պապիկները էլ են տատիկ պապիկները, չէ՞։ Ավարտեցիր։ Այն մարդիկ, ովքեր որ պետք են տատիկ պապիկների աշխատավարձները բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արեստավարժ լինեն։ Դա մեկ։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետք է մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսը աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ, կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ տարբեր տեսակի մեղադրանքներից։ Ես կներեք դուք անդադ խանգարում եք, լրեք, եթե նոր իրար հետ խոսում եք, մի խանգարեք, հարցին եմ պատասխանում ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարությունը, հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Այնպես տպավորություն է, դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այտենց այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ էլ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարցը, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել, ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց, ազատության Կարլենա։ Բայց աստղաբաշխական թվերը։ Իսկ դուք գիտեք ազատությունը ինչքան են ստանում լրագրողները, աստղաբաշխական գումարներ։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում, ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, Բայց դու այն մնացածը, որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Ուրեմն ֆիքսեք, պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը
նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այսքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, հիմա ձեր թափանցիկությունից սկսեք։ Այլ հարց։ Լրագրողների մասին էլ կան։ Ես իրան եմ խոս տվել, իր հարցերին պատասխանեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, Հիշեք։ ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան Իսկ ով որոշ, ով ասել, ով է ձեզ թույլ տվել դուք այդ ՕԳԳ-ն դասեք։ Դուք որպես քաղաքացի կետակ այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդ էլ կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա խենք մենք դա քննարկում։